Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու 4-րդ գիրք 11-րդ գլուխ Հութայի Կոթողիա թագուհին Վոկոզիայի մայրը Կոթողիա իր որդին մեռնիլ տեսնելով գանգնեցավ եւ ամբողջ թագավորական զարմը գործընծուց Բայց Հովրամ թագավորին աղջիկը Վոկոզիայի քույրը Հոսափե Վոկոզիայի որդին Հովասը արավ ու թագավորին սպաննվող որդիներուն մեջեն զայն կողցավ Զինք ննչարանի մեջ բայեցին Կոթողիայի աչքերեն այսինքն զինք եւ իր սնուցիչը ուստի չմերծվեցավ Ինք անոր հետ 6 տարի դիրոջ տան մեջ բահվեցավ մինչ Կոթողիա թագավորեր երկրին վրա 7-րդ տարին Հովյաթա մարդ ղրգեց հայրաբետները թիկնաբահներն ու սուրհանդակները գանչեց եւ զանոնք իրքով դիրոջ դունը փերավ Անոնց հետ ուխտ կնքեց ու դիրոջ տան մեջ անոնց երթումն էլ տվավ ապա թագավորին որդին անոնց ցուցուց Հետո անոնց բադվիրեց ահավասիկ ինչ որ պիտի անեք Ձեր 1/3-ը որ շաբաթ օրը իր ճաշտոնը պիտի ստանցնե թագավորին տան բահբանությունը պիտի անե 1/3-ը սուրի թուրը պիտի գնա 1/3-ն ալ սուրհանդակներուն յետևի թուրը Այսպես տան բահբանությունը պիտի անեք որբեսի մուտքը արգելվի Ցեզմե երկու քունդ այսինքն բոլոր անոնք որ շաբաթ օրը իրենց ճաշտոնեն պիտի արձակվին դիրոջ տան բահբանությունը պիտի անեն թագավորին շուրջը Թագավորը փոլորացև պիտի շրջապատեք յուրաքանչյուրը իր զենքերը ցերկը բռնած ով որ շարքերեն ներս մտնե պիտի մերծվի Այսպես թագավորին հետ պիտի ըլլակ թե դուրս ելած եթե ներս մտած ադենը Հարյուրաբետները Հովյաթա քահանային բոլոր բադվիրածներուն համացայներին Յուրաքանչյուրը իր մարտիկ արավ թե շաբաթ օրը ճաշտոնը ստանցնողները թե ալ շաբաթ օրը ճաշտոնի արձակվողները եւ Հովյաթա քահանային կով եկան Քահանան դիրոջ դունը եղած Դավիթ թագավորին նիզակներն ու վահանները հայրաբետներուն տվավ Սուրհանդակները յուրաքանչյուրը իր զենքերը ցերկը առած թագավորին շուրջը դեղավորվեցան Դան աջ թևեն մինչև դան ցախ թևը զոհասեղանին եւ դանքով Ինքալ թագավորին որդին դուրս անեց անոր վրա թակն ու վկայությունը դրավ եւ զայն թագավոր հրճագեցին զայն օծեցին ու ձապ զարնելով ըսին Աբրի թագավորը Երբ Կոթողիա վազող ժողովրդին աղմուկը լսեց դիրոջ դուն եկավ ժողովրդինքով ու տեսավ թե ահա թագավորը սյունինքով գայնաձեր սովորության համաձայն իշխանավորներն ու փողահարներն ալ թագավորին կով էին Երկրին ամբողջ ժողովուրդը գուրախանար եւ փողեր կհնչեցնեին Այն ադեն Կոթողիա իր հակուսները բադրեց ու բորած Թավատրություն է թավատրություն Հովյաթա քահանան զորակունտին վրա նշանակված հայրաբետներուն հրամայեց անոնց ըսելով Զայն շարքերեն հանեցեք եւ անոր հետևողը սուրով մերծուցեք Արդարև քահանան ըսեր էր Դիրոջ տան մեջ թող չմերծվի Զայն ցերպակալեցին ու երբ թագավորին դունը գահասներ ցիերու մուտքեն հոն մերծվեցավ Հովյաթայի բարեգարկությունը Հովյաթա ուխտ կնքեց դիրոջ եւ թագավորին ու ժողովրդին միջև որբեսի դիրոջ ժողովուրդը լան նաեւ թագավորին եւ ժողովրդին միջև Երկրին ամբողջ ժողովուրդը փահաղի դունը մտավ զայն փլցուցին անոր փակիններն ու բատկերները գոդրդեցին եւ փահաղի քուրմը մատթանը փակիներուն արչեւ մերծուցին Քահանան դիրոջ տան մեջ վերադեսուչներ նշանակեց ապա հայրաբետները թիկնաբահները սուրհանդակներն ու երկրին ամբողջ ժողովուրդը արավ թագավորը դիրոջ դունեն իջեցուցին եւ սուրհանդակներու տրան ջամփայեն թագավորին դունը մտան Հովաս թագավորներու քահին վրա բազմեցավ Երկրին ամբողջ ժողովուրդը ուրախացավ ու քաղաքը հանդարտ մնաց իսկ Կոթողիան թագավորին դանքով սուրով մերծուցած էին Հովաս 7 տարեկան էր երբ թագավոր եղավ Փառք ես Տեր Աստված մեր Ամեն